Արիության դաս Գավառի համար 8 միջնակարգ դպրոցում։ Լճապ համայնքի ավագանու նիստը երիտասարդների մասնակցությամբ։ Ինչ են պատմում գորգերը, հետադարձ հայացք 100 տարի անց։ Եթերում Գեղամա օր լրատվականն է, այսօր 30 սեպտեմբերի, օրը երեքշաբթի, բարի երեկո։ Լճապ համայնքի ավագանու հերթական նիստին մասնակցել են նաև երիտասարդական տեղական ինքնակառավարում ծրագրի երիտասարդները։ Նրանք նիստին հանդես են եկել համապատասխան հարցադրումներով ու առաջարկություններով։ Ծրագիրը նպատակ ունի խթանելու մասնակցային կառավարումը համայնքային մակարդակում, հատկապես երիտասարդների շրջանում։ Սեպտեմբերի 26-ին Լճապի գյուղապետարանում անցկացվեց ավագանու հերթական նիստը, որին մասնակցություն էին բերել նաև երիտասարդական տեղական ինքնակառավարում ծրագրի լճապցի մասնակիցները։ Երիտասարդները հնարավորություն ստացան ծանոթանալու այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են համայնքի բյուջեի կատարողականը, գույքահարկը, հողի հարկը, տեղական տուրքերը, համայնքի սեփական եկամուտները, դոտացիան եւ այլն։ Մասնավորապես նրանք տեղեկացան, որ 2014 թվականի երկրորդ կիսամյակում Լճապ համայնքում սեփական եկամուտները հավաքագրվել են 47.3%-ով, ինչ ցածր է համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Երիտասարդները հետաքրքրությամբ հետևեցին օրակարգի հաջորդ հարցին, որը անմիջապես առնչվում էր հանրակրթական դպրոցում ձմռանը դասապրոցեսի լիարժեք կազմակերպմանը։ Մենք որոշել ենք, որ դպրոցի գազաֆիկացման ծրագիրը ավարտման հասցնելու համար որպես օգնություն պահոստային ֆոնդից, ֆոնդային բյուջեից այլշուտ տրամադրել 200,000 դրամ գումար օգնություն, որպեսզի դպրոցի գազաֆիկացման ծրագիրը ավարտվի ժամանակին եւ դպրոցը ունենա լոկալ ջեռոցում։ Ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին այս որոշմանը, համաձայն որի դպրոցի մեկ մասնաշենքը կջեռուցվի գազով։ Դպրոցում այժմ սովորում են 139 աշակերտ, գնալով այս թիվը նվազում է։ Դպրոցի տնօրենը մտավախություն հայտնեց, որ աշակերտ թվով ֆինանսավորման պարագայում դպրոցը ստիպված կլինի անցնել երկկոմպլեկտ կամ եռակոմպլեկտ համակարգի, եւ համայնքի բյուջեից կատարված նման աջակցությունը զգալի կթեթևացնի դպրոցի հոգսը։ Երիտասարդները նիստի ընթացքում հանդես եկան տարբեր առաջարկություններով։ Այսօր մեր երիտասարդական թիմը առաջին անգամ մասնակցեց ավագանու նիստի։ Իհարկե, սա ոչ վերջին անգամն է։ Մենք միշտ աշխատենք մասնակցել, քանի որ այն շատ հետաքրքիր էր։ Լճապում երիտասարդական թիմը կարող է ակտիվ գործունեություն ծավալել եւ ավագանու եւ ընդհանուր գյուղի ղեկավարության հետ, որովհետեւ դա է գյուղի զարգացման հիմնական նախադրյալը։ Երիտասարդական տեղական ինքնակառավարման մարմնի դերը շատ մեծ է, քանի որ երիտասարդները իրենք են մասնակցություն ունենում համայնքում կատարվելիք հարցերին ու տեղյակ են լինում, թե ինչպիսի ծրագրեր են իրականացվելու։ Գյուղապետ Հայկ Սիմոնյանը կարևորեց երիտասարդների մասնակցությունը նիստին եւ քաջալերեց երիտասարդությանը մշտական համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Մենք կարանք բոլոր ավագանու նիստերին իրանց հրավիրենք եւ ներկայանալ եւ ես մեծ ուրախությամբ կուզեի, որ մեր երեխեքը, մեր երիտասարդությունը անընդհատ մասնակցեն մեր ավագանու նիստերին եւ լավ հարցերով, լավ ծրագրեր ներկայացնեն, մենք էլ կկատարենք։ Երիտասարդների դերը շատ նշանակություն ունի մեր համար, ասենք գյուղապետարանի համար, լավ կլինի, ասենք ինչքան միջամտեն, այնքան օգուտ է մեր համար։ Ծրագիրն իրականացնում է նախաձեռնությունների եւ գործողությունների դաշտավայր հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի որպես Հայաստանի Հանրապետության նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Տիգրան Օվակիմյան, Վարդգես Խաչատրյան, Գեղամա օր։ Բանակային կարճաժամկետ արձակուրդում գտնվող Գավառի զինկոմիսարիատից զորակոչված երկու զինծառայողներ հանդիպում են ունեցել Գավառի համար 8 միջնակարգ դպրոցի աշակերտների ուսուցչական կոլեկտիվի հետ։ Աշակերտները զինվորներին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։ Զինվորները ներկաներին պատմել են բանակային առօրյայի օգոստոս ամսին հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունների հետ մղման մասին, որոնց անմիջական մասնակցություն են ունեցել նաև իրենք։ Սեպտեմբերի 27-ին Գավառի համար 8 միջնակարգ դպրոցում առանձնահատուկ աշխուժություն էր տիրում։ Պատճառը բանակային կարճաժամկետ արձակուրդում գտնվող զինվորների հետ հանդիպումն էր։ Տղաներից մեկը Բյուզանց Սարիբեկյանը, հենց այս դպրոցի շրջանավարտն է, իսկ Արտուր Անտոնյանը Նորատուս համայնքից է։ Նրանք Գեղարքունիքցի այն 50 զինծառայողներից երկուսն են, ովքեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորամասերում ցուցաբերած արիության եւ օրինակելի վարքի համար օրերս արժանացան խրախուսանքի։
Միջդպրոցի դահլիճում կանցկացվեր զինվորների եւ աշակերտների հանդիպումը, ներկաները ծաղիկներ դրեցին եւ իրենց խոնարհումը բերեցին համար 8 միջնակարգ դպրոցի շրջանավարտ Զոհված զինծառայող Զորաբ Բալաբեկյանի ուշանկյունին։ Այնուհետև անցկացվեց այդքան սպասված արիության դասը։ Բանակը դարձնում ավելի հաստատակամ, լավագույն առիթն է ցույց տալու, համոզվելու, որ դու ունես կամային հատկանիշներ եւ կարող ես դժվարությունների միջով անցնես։ Տղաներն իրենց ցուցաբերած կամային բարձր հատկանիշներով արդեն իսկ աչքի են ընկել զորամասերում եւ իրենց հետ բերել էին հրամանատարության պաշտպանության բանակի շնորհած պատվոգրերն ու շնորհակալագրերը։ Նրանք կարոտով էին հիշում դպրոցում անցկացրած օրերը։ Հիմա արդեն, ինչպես իրենք ասացին, կյանքի դպրոցն են անցնում։ Հանդիպմանը ներկա տղաներին զինվորները կոչ արեցին չխուսափել ծառայությունից, որովհետև միայն այն վեհ զգացումը, որ դու հսկում ես սահմանը, իսկ այդ ընթացքում հանգիստ քնում է մի ամբողջ ժողովուրդ, արժե ամեն ինչ։ Մարտական դիրքերում երբ որ գնացինք, այնտեղ զգացին, որ իրոք մենք ծառայում ենք մեր ժողովրդի համար, մեր հայրենիքն ենք պաշտպանում։ Բյուզանդն ու Արթուրը մասնակիցն են եղել հուլիս-օգոստոս ամիսների սահմանային լարվածության։ Հետադարձ հայաց ձգելիս եւս մեկ անգամ նրանք գալիս են այն համոզման, որ հայ զինվորներն իրենց միասնականությամբ եւ ցուցաբերած արիությամբ անհաղթելի են։ Մենք ունենք ուրախ եւ հպարտ լինելու մեծ առիթ, որտեղ մենք հզոր ենք, անկախ այն բանից, թե ինչ վիճակում կլինի, մենք ճիշտ մեծ դրսևորեցինք նույն այդ ժամանակ, բավականին ոգևորված ենք, որտեղ ուժեղ ենք, հնարավոր է թշնամին ունի մեծ ուժ, բայց ինքը չունի կառավարելու հնարավորություն, անկարգապահ, եւ այդ ժամանակ է խառնաշփոթից մենք չենք խառնվել հաստատ։ Մարտական դիրքերում եմ եղել օգոստոսյան այդ մի ամսյակը կարելի ասել, լարված պահեր են շատ եղել, բայց մեր հայ զինվորները կարողացել են իրենց համախմբվածությամբ եւ համար ուժերով թշնամուն հետ մղել։ Զինվորական ծառայության ընթացքում հայրենիքի հանդեպ սահմանադրական պարտքը բարեխղճորեն կատարելու, զինվորական մասնագիտությանը լավագույնս տիրապետելու եւ օրինակելի վարքի համար Գեղարեք կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Դաշտյանը զինվորներին հանձնեց պատվոգրեր եւ բարի ծառայություն մաղթեց նրանց։ Ժամանակին, երբ տղաները չէին ծառայում, տղաներին նույնիսկ աղջիկ չէին տալիս։ Եվ դա լինի նաեւ մեր տղաների համար օրինակ, որ նրանք անպայման ծառայեն, իսկ աղջիկներն էլ երբ որ արդեն ժամանակը կգա, արցնեն առաջինը ծառայել ես, թե ոչ, որովհետեւ ծառայությունը տղաներին փոխում է, դարձնում է ավելի ինքնահաստատված, երևույթներին նայում են ավելի լուրջ։ Մենք բոլորով ձեզ ասում ենք շնորհակալություն, մենք բոլորով ձեզ ասում ենք բարի, անփորձանք ծառայություն, թաց աշկով ձեզ ճանապարհենք, չոր աշկով ձեզ ընդունենք։ Իմ որպես ծնողի, որպես ուսուցչի մաղթանքը հայոց բանակի յուրաքանչյուր զինվորին կլինի դա։ Մեծ էր հատկապես արիության դասին ներկա ուսուցիչների հպարտությունը, որ իրենց աշակերտներն արդեն դարձել են կոփված զինվորներ եւ մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց առջև դրված խնդիրները։ Նրանք ուզմունքով, բայց միևնույն ժամանակ վստահությամբ զինվորներին հրաժեշտ տվեցին, այն հույսով, որ ծառայությունը խաղաղ կանցնի, իսկ հարկ եղած դեպքում էլ արժանի հակահարված կտան թշնամուն եւ տուն կվերադառնան պատվով։ Տիգրան Հովակիմյան, Սարգիս Ալավերդյան, Գեղամա օր։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համացանցային նորություններ։ Նորածին Phoenix Charles Elwell ընդամենը 1 օրական հասակում արդեն ջրի մեջ է հայտնվել։ Նա այնքան փոքր է, որ տեղավորվում է իր հոր ձեռքերում եւ կարեւոր չէ, որ նա դեռ շատ բան ունի սովորելու, մինչեւ առանց հոր օգնության լողալ կարողանալը, գրում է Daily Mail-ը։ Phoenix-ն ամենափոքր երեխան է, որ միացել է ջրի երեխաներ ազգային ծրագրին, որի նպատակն է լողալը դարձնել ոչ միայն անվտանգ, այլև զվարճալի ողջ ընտանիքի համար։ Ծննդյան հաջորդ իսկ օրը փոքրիկի հայրը Սայմոն Էլվելը իր որդուն մտցրել է Պլիմութի Դերիֆորդ հիվանդանոցի հիդրոթերապիայի լողավազանը։ Իդեպ նա լողի մարզիչ է։ Նրան չափազանց շատ դուր եկավ լողավազանում անցկացրած ժամանակը։ Ես կարծում եմ, նա մեծ հաճույքով կքներ ջրում լողալուց հետո։ Դա նաև շատ յուրահատուկ զգացողություն էր ինձ համար, պատմել է Սայմոնը։ 2002 թվականին ջրի երեխաներ ծրագրի մեկնարկից ի վեր հետազոտությունը ցույց է տվել, որ ծրագրին մասնակցած
երեխաների մոտ բարելավել է ուտելու եւ քնելու սովորությունը, ինչպես նաեւ նրանք ավելի մեծ հասակում այլևս չեն ունենում ջուրը մտնելու վախ եւ տագնապ։ 3-ամյա տղայի ծնողները չեն կարողանում պայքարել երեխայի հիվանդության դեմ, որի հետևանքով նրա քաշը շարունակում է ավելանալ։ Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Միսայել անունով տղան, ով նորմալ 2.9 կիլոգրամ քաշով է ծնվել, այժմ 70 կիլոգրամ է կշռում։ Ծնողների խոսքով ծնվելուց հետո ամեն ամիս նրա քաշը 2.5 կիլոգրամով ավելանում էր, ինչի հետևանքով երեխան դժվարությամբ է քայլում։ Բժիշկների խոսքով տղան հավանաբար տառապում է Prader-Willi համախտանիշով, որը հազվագյուտ գենետիկ խանգարում է, որը բնութագրվում է քաղցի մշտական զգացումով եւ ուտելու ցանկությամբ։ Այս հիվանդությամբ տառապող երեխաներն ուտում են 3-ից 6 անգամ ավելի, քան նույն տարիքի մյուս երեխաները։ Երեխայի մոտ առկա է նաեւ վահանաձև գեղձի խանգարում, որը եւս կարող է բերել քաշի ավելացման։ Մշակույթի նախարարության Եվրոպական ժառանգության օրեր ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում հայտարարվել էր բաց դռների օր։ 2 օրերի ընթացքում թանգարանը հանրությանն է ներկայացել ավելի քան 100 տարվա հնության գորգերով, առաջնորդվելով այն համոզմամբ, որ ներկան ճիշտ ապրելու եւ ապագան հիմնավոր կառուցելու համար ժամանակ առ ժամանակ պետք է նայել անցյալին։ Գորգերի պատմությունը թանգարանում ունկնդրել է նաեւ մեր թղթակից Տիգրան Հովակիմյանը։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության այս տարվա հայտարարած հետադարձ հայացք 100 տարի անց խորագրի շրջանակներում Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեցին բաց դռների 2 օրեր եւ գորգագործություն թեմայով ցուցադրություն։ Թանգարանի այցելուների թվում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետանի աշխատակազմի, Գավառի քաղաքապետարանի, քաղաքի մշակութային եւ կրթական օջախների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը։ Գորգագործությունը Հայաստանի ժողովրդական դեկորատիվ կիրառական արվեստի հնագույն տեսակներից է։ Գորգը պետք է դիտել որպես արվեստի եզակի երևույթ։ Գորգերն ու կարպետները դարեր շարունակ եղել են հայ ժողովրդի կենցաղի անբաժան ուղեկիցը, ծառայելով նրան որպես ծածկոց, թռոց, վարակույր, օժիտի մաս, վաճառքի առարկա, արվեստի զարդ, ձայնակլանման միջոց եւ այլն։ Միջոցառումը կազմակերպել էին թանգարանի աշխատակիցները, որին մասնակցում էին նաև Գավառի մանկատան սաները։ Վերջիններս գորգագործության դասգարների առաջ տեղում ցուցադրում էին իրենց հմտությունները։ Թանգարանի հարուստ հավաքածուից ներկայացվեցին տարածաշրջանի 19-ից 20-րդ դարերին թվագրվող ցուցանմուշներ։ Մարզի գորգագործական արտելներին, նրանց հիմնադիրներին ու գորգագործներին անդրադարձավ թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը։ Հայկական գորգը արվեստի միջավայրում հեղինակություն է։ Հայկական գորգը հայ մարդու գեղագիտական եւ համամարտկային ճաշակն է։ Հայկական գորգը հայի խտացված պատմությունն է։ Այն պետք է պահել եւ պահպանել ինչպես ձեռագիր մատյանները եւ ի վերջո իրենց հանգրվանը գտնեն հայրենի թանգարաններում։ Հայտնաբերված եւ ցուցադրվող 5 գորգերը պատրաստման եւ գունազարդման իրենց տեխնոլոգիաներով գրեթե չեն տարբերվում ժամանակակից գորգերից։ Հնագույն գորգերի մասին խոսեց թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը։ Եթե խաչքարերը դրվում էին ոչ միայն հոգու հանգստյան մահացածի այլ քաղաքների կառուցման, կամուրջների, աղբյուրների եւ այլ նշանավոր արարողությունների եւ առավել հարուստ էին գրություններով, ապա ես կասեմ, որ գորգերը իրենց դրանով չեն զիջում։ Գորգը շնչող, կենդանի օրգանիզմ է, պետք է հասու լինել, պետք է խորամուխ լինել, իհարկե ունենալով նաև համապատասխան գիտելիքներ։ Շատ հրաշալի էր։ Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը եւ նման միջոցառումներ կարծում եմ պարբերաբար պետք է կազմակերպել ոչ միայն գորգագործության թեմայով, այլ ընդհանուր առմամբ հայ արվեստի մշակույթի հրաշալի գործերի եւ ինձ ավելի ուրախացրեց, որ այստեղ ներկա են նաեւ մեր մանկական սաները։ Նման ձևով մենք կարող ենք աշխարհին ապացուցել, որ հայը եղել է, հայը հինազգ է եւ հայը պետք է լինի։ Միջոցառման կազմակերպիչների եւ այցելուների համոզմամբ նմանատիպ նախաձեռնությունները հնարավորություն են տալիս վերարժևորելու մեր պատմությունն ու մշակութային ժառանգությունը։ Տիգրան Հովակիմյան, Վարդգես Խաչատրյան, Գեղամա օր։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Գեղամա օր լրատվականի Իլրումն բաժինը։ Մնացեք խաղաղությամբ։
Սեպտեմբերի 29-ին Նորատուս համայնքում տոնական տրամադրություն էր տիրում։ Համայնքում կազմակերպվել էր միջոցառում նվիրված անկախության 23-րդ տարեդարձին ուսուցչի եւ գրադարանավարի գալիք տոներին։ Նորատուսի արվեստի դպրոցի երգչախմբի, վոկալի, դաշնամուրի, դուդուկի ժողովրդական գործիքների, պարի գեղարվեստական խմբակների սաները հանդիսատեսին ներկայացան իրենց կատարումներով։ Միջոցառման ընթացքում անդրադարձ եղավ նաև համայնքի փոքրիկ բնակիչների ձեռքբերումներին։ Այս տարի Նորատուսի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների սաները անկախության 23-րդ տարեդարձին նվիրված Պորտլանդիայի տարածքային և մարզային փուլերում զբաղեցրել են 3-րդ մրցանակային տեղերը։ Սպորտը շատ կարևոր դեր ունի մատաղ սերնդի զարգացման, առողջության, կոփման, արարողությունների եւ երեխաների ֆիզիկական շարժունակության բարձրացման գործում։ Ուստի մենք խրախուսում ենք մեր փոքրիկներին, որ էլ ավելի առաջ ընթացներ ունենան, էլ ավելի հաջողություններ ունենան։ Սպորտլանդիայի մասնակից փոքրիկներին եւ մանկապարտեզներին համայնքի ղեկավար Մուրադ Արությունյանի անունից անձնվեցին հավաստագրեր, հուշանվերներ եւ գավաթներ։ Գյուղապետը իր կողմից նվերներ պատրաստեց մեր հրաշք երեխաների համար։ Ցանկանում ենք բոլորին առողջություն, հաջողություններ, կապույտ երկինք եւ իրենց գործերում ավելի ու ավելի բարգավաճություն։ Շնորհավորում եմ եւ երեխաներին, եւ ծնողներին, եւ մանկապարտեզի ողջ կոլեկտիվին։ Շնորհակալություն եմ հայտնում գյուղապետարանին, Նորատուս համայնքի ղեկավարին Մուրադ Արությունյանին, որ չեն մոռանում մեր երեխաներին, աջակցում են, միշտ ուշադրության կենտրոնում են պահում։ Մանկապարտեզների տնօրենները հույս հայտնեցին, որ սպորտի բնագավառում երեխաները դեռ բարձունքներ են նվաճելու, քանի որ վաղ տարիքից վարում են առողջ ապրելակերպ։